Շատ հիասթափված եմ Պարուր Սևակի թոռանից, նա զանգեց առաջարկեց անել բացումը, և ես մեծ ծախս եմ արել, արձանը տարել եմ, այդքանից հետո առանց ամաչելու գրում է, թե գյուղացիները որոշել են, որ պետք է հանվի, ինչ ասեմ, զանգեմ պիտի ասեմ, որ երկերեսանիություն է արել, թեև գուցե իր վրա էլ ճնշում կա, այս մասին զարկերակին ասաց քանդակագործ Լևոն Թոքմաջյանը, անդրադառնալով անլռելի զանգակատուն արձանի շուրջ չլռող աղմուկին։ Հայտնի է արդեն, որ զանգակատուն համայնքի դպրոցին նվիրված Պարուր Սևակի կիսանդրին կապամոնտաժվի, քանի որ Facebook-յան էջի հարցման արդյունքներով բնակիչների 80%-ից ավելին դրան կողմ է։ Քանդակագործը այսօր այցելել է գյուղ, հանդիպել դպրոցի տնօրենին, ով շատ լավ էր տրամադրված։ Առաջարկել եմ չշտապել, առայժմ թող մնա, թող աչքները սովորի, եթե կորոշեն ինքս կտանեմ։ Տնօրենն ասաց, ինչ կարողանամ, կանեմ։ Աշակերտներն էլ ասացին, մենք քանդակը չենք թողնի այստեղից տեղափոխվի, հասկանում են գաղափարը, ծափերով ողջունեցին։ Անդրադառնալով առաջին տիկին Աննա Հակոբյանի գրառումներին Թոքմաջյանն ասաց. նա ինձ համեմատել է Պիկասոյի հետ, համաշխարհային նկարիչների կողքին է դրել, ցույց տալով, որ շատ անգամ մենք արվեստ չենք հասկանում։ Նա վիրավորված էր, թե ինչու մինչև քանդակի բացումը նման հարցեր չեն քննարկվել եւ հայտնեց, որ արդեն այլ տեղերից քանդակը իրենց մոտ տանելու առաջարկներ կան։ Այս աժոտաժը հոգուտ ինձ է, ավելի շուտ քանդակի։ Ես որ ասացի գյուղացին պետք է որոշի, ասացին ինչու գյուղացին մարդ չէ, սակայն դա մարդ լինել չլինելու մասին չէ, բայց արվեստի գործը գնահատելն ուրիշ բան է։